Օվսայի մեջ նա ցենց համար կա 4-րդ գլուխն է 4:6 Օվսա մարգարեն ասում է իմ ժողովուրդս գիտություն չունենալու համար բնաջինջ եղավ ժողովուրդը Տիրոջ ժողովուրդը լինելը իրան չփրկեց Հավատացյալ լինելը իրան չփրկեց Հավատքի ժողովուրդը պիտի բան ունենար չուներ էդի Ամերիկան որ հիմա ասի մենք ամերիկան զորքն ենք դրա հիման վրա պետք է փախնեն իրանից Եթե տեսան այդ զորքը զենք զինամթերք չունի գիտեք այդ զորքին ինչ կանեն Թարմ օրինակ Ամերիկան Իսրայելը գերհզոր զարգացած երկու պետություն հարցակվան հետամնաց պետության վրա Պարսկաստանի Պարսկաստանը չվախեցավ չասեց հա որ ամերիկան ուրեմն ես հանձնվում եմ Ինչ ուներ արեց գլխներին ու երկուսն էլ խայտարակվեցին ոչ մի բան չաշխատեց Սենակերի մեջում եք ինչ ասեց Եզեկիային ինչով ես խաբում ես ժողովուրդը Պատերազմի համար ինչ է պետք ուժ եւ խորհուրդ Քանի որ ուժ չուներ Եզեկիան զորք չուներ Սենակերիմ Ասորեստանի դեմ ինքը զորք չուներ 100 հազարավորների դեմ ինչ զորք կհանի միլիոնավոր մի քանի միլիոն զորքի դեմ ինչ անես Դավիթի օրերը չէ Սողոմոնի օրերը չէ Խորհուրդ Հիշա որ իր պետության մեջ երկնային խորհրդի անդամ կա Գնաց Եսային դիմելու Մարգարեն այդ պատերազմը իր համար հաղթեց Փաստորեն եթե զորություն չունես մարգարե ունես պետությանդ մեջ Մարգարեն պատերազմը հաղթեց Էսի ռեալ է էսի կատարվել է 100%-անոց ճշգրտությամբ Իմ ժողովուրդս գիտություն չունենալու համար բնաջինջ եղավ ու հետո ինչ ասում ասում է որովհետև քանի որ ռուսերենով դու գիտությունը մերժեցիր այսինքն ես քեզ առաջարկում եմ գիտություն դու գիտությունը մերժեցիր Աստծո տվածը մերժում ես այդ նշանակում է Տիրոջն ես մերժում որովհետև դու գիտությունը մերժեցիր Ես ալ քեզ պիտի մերժեմ, հլաստենայ ինչ պավարոտ է լինում ժողովուրդ։ Ես ալ քեզ պիտի մերժեմ, որպեսի անգամնալ ինձ քահանա չլաս։ Ու որովհետև քո Աստծուց օրենքը մորցար, ես ալ քո որդիներիդ պիտի մոռնամ։ Լատեսեք ինչ պավարոտ է։ Ես Աստծո օրենքն եմ Մորանում, Աստված մորանում է իմ ընտանիքը, իմ երեխեքին։ Ինչ պավարոտ է, չէ։ Դու ինձ մերժեցիր, ես կմերժեմ քո սերունդը։ Ես քեզ գիտություն էի տալի, դու գիտությունը մերժեցիր։ Արդյունքում հլա տեսեք ինչ իրանց բերեց։ Իսրայելը գնաց գերության։ 5 հիմար կույսերը ունեին գիտությունը, որ պետք է յուղը չպակասի, առանց յուղուր էր առաջ եթում։ Հույսդ ինչի վրա էր դրել։ Տիրոջ արյունը, Տիրոջ սերը, Սուրբ Հոգու մկրտությունը, դա քեզ չի օգնի։ Սուրբ Հոգով մկրտված մարդիկ կան, այսօր բանտում են հանցագործության համար։ Որդեգրության գրավը իրանց չօգնեց։ Բայց թե Սուրբ Հոգով լեցված մարդուն տենաց բանտում, հաստատ ընդ է Քրիստոսի համար։ Այսպես պարադոքս էր։ Տերը ուշացավ, սավով ուներ պլան B։ Բերեք զոհը ես կանեմ։ Նա մերժեց Աստծո խոսքը, ժողովուրդ Աստված մերժեց իրան։ Մեր միակ ուրախությունը Տիրոջ խոսքն է։
Ասма խոսքդ ուղարկվում ես, լուսավորվում եմ։ Խոսքդ ուղարկում ես, աչքերս է բացվում, հոգիս է նորոգում, մարմինս է նորոգվում երիտասարդանում։ Տիրոջ խոսքը մեր ուրախությունն է։ Դա նաև գաղտնիք է այս աշխարհի համար, որ Աստված մեզ թողել է, գիտեք ինչա թողել, ինչով ինքը արարել է։ Իր խոսքով է սա ստեղծել Աստված։ Ու այսօր այդ խոսքը իմ մեջ բնակվել է, ու ես այդ խոսքին պիտի ուշադրություն դարձնեմ։ Ասում ախի կույսը, այն աղջիկը իր զարդը մոռանում է։ Այսօր հələ մի հատ աղջիկա, մի հատ զարդ տվեք, տեսեք այդ զարդը կմոռանա։ Թե ամեն օր կհանի, այսօր այդ կփորձի, այս գույնի հետ, այն գույնի, այս պրիչոսկի հետ, այդ զարդը այդ աղջիկա ուշ կմիտքն է։ Մի հատ նկար տեսա, մի հատ աղջիկ զուգարանում, ասում եմ մի քանի 100 հատ նկար արե։ Մի հատ սիրուն թանգանոց զուգարան էր։ Մի քիչ մեծ հոտ էլի բաղնիքով, երևի ջակուսիով, սաունայով, ընդ ծառներով։ Մեկ էլ կողքը մի հատ բան ցույց տվին, կասմանավտ, ասում եմ եղել է լուսինում, ընդհանրապես նկարել է 4-5 անգամ։ Էդի որ գնար տիեզերք ինչ կմներ։ 100 տերաբայթ չիպը հերի չեր անի իրան։ Կնկարեր ու կնկարեր լուսինին, ամեն բան կաներ կչրկացներ, մի հատ սենց կչրկացներ, մի հատ սենց կչրկացներ։ Ընդամենը եղել է տուալետում մի 500 քանի նկար արել։ Երկուսի տեղնից խան է եղել։ Ասմախի կույս իր զարդը կմոռանա, բայց իմ ժողովուրդը ինձ մոռացավ։ Փասուն ինչ տերը մեր զարդը չի։ Մենք բանը տիրոջմով չենք ուրախանում, մեր սաղ հուշերը, մեր սաղ բաները Հիսուսի հետ չի կապված։ Այս ավետարանչության որակն էլ անգել նկատվում է այդի։ Ասում եմ միսիոներներ ենք ուղարկում ու մի քանի ամիս հետո ասում եմ նկարներ ա գալի կենթանիների, եղնիկների, առույցների, շենքերի հետ նկար, ասում եմ մի հատ փրկված հոգիների հետ նկար չունեն։ Մենք քեզ ղրգել ենք հոգի շահի։ Մենք չենք ղրգել քեզ Իլոն Մասկի ռակետները նկարես, բերուսից էլ կարանք նկարենք։ Չենք ղրգել քեզ Empire State Building-ը նկարես։ Ես ինչ Աֆրիկայում այն հանալու ցեղերից մեկին դարձի բերել, ես դրա նկարը ղրգի։ Դրա համար աղոտ կանենք։ Ասենք այդ գնալով այդ որակն էլ անգնում։ Դա քրիստոնյան իր սնունդի հետևանքն է ժողովուրդ։ Շրջապատի մեղքը կարա շրջապատի վրա ազդի, բայց ոչ անհատ անձանց վրա։ Սարդիկիայի մահացած վիճակը, Սարդիկիայի եկեղեցու հրեշտակը մահացած էր։ Ավակ հովիվը մահացած էր։ Բայց ասում եմ Սարդիկիայի մեջ մարդիկ այն սպիտակ հանդերձներով մեղք իրանց վրա չէր ազդել։ Իրանք հավաքվել էին, Տիրոջը փառք են տալի, հոգևոր սնունդ ունեին, գրքերը կարդում էին, իրանց ուշքո միտքը Աստծո խոսքն էր, որը իրանց մեջ բնակված է, իրանց մեջ ապրում է այդ խոսքը։ Եթե այդ խոսքը ապրում է, այդ խոսքը պետք է արտահայտվի, այդ խոսքը չի կարա չարտահայտվի։ Չի կարա երկնային բուրմունքը լինի քո վրա, կյանքի հոտը, ու դու մտնես միտեղ, այդ հոտը չտարածվի։ Մի օր չեմ հիշի մեր հարազատներից, բարեկամներից ով էր եկե, անենց մի հատ ֆրանսիական դուխեր ցանը վրեն, ինքը գնաց, պապիս ասեց, այն մարդ ինքը գնաց, հոտը մնաց։ Անենց սուր բան ուներ, պապին, անենց սուր միտք ուներ, ասում այն մարդ, Լիզա ջան, այս լուսամուտները բաց, ինքն էլ այդ հոտերը չէր սիրում։ Վայ, հա, էլի, եթե տղամարդեր երում, ասում են, այս ղզիկի հոտերը ցանիր վրետ եկան, որ ինձ վիճակից գցես։ Հա չէր սիրում կատեգորիկ այդ հոտերը։ Տղամարդուց պետք է տղամարդու հոտ գա, թո քրտինքի հոտ գա, բենզինի, սալարկի, դիզելի, յուղի, տաուտի, մազուտի, ինչ ասես։ Բայց ես ղզիկի հոտերը ցանում գալիս ես։ Ասում ինքը գնաց հոտը մնաց։ Բացի այս լուսամուտները ոչինչ շնչենք։ Այսինքն ժողովուրդ վրեն բուրմունք կար, ինքը գնացել էր, հոտը մնացել էր։
Մենք եթե մի տեղից նույնիսկ պիտի գնանք, բուրմունքը պիտի մնա տեղ, այդ կյանքի հոտը պիտի մնա։ Ինչքան լավ է եղբայրները իրար հետ են ապրում, այդ ինչին է նման։ Նուժելի։ Համարը վերաբերում է եղբայրները ձեն չեն անում, քույրիկներն են ձեն անում։ Այդ ժամը քույրիկները հետևում են մեզ։ Դենան մենք այդպես ապրում ենք, թե չենք ապրում։ Ահա, ու ոչ թե միաբանություն սեղանի շուրջ, ավարի շուրջ, մանգալի շուրջ միաբանություն, էդի չի ժողովուրդ։ Միաբանություն գրքի շուրջ, Աստծո հոգու շուրջ, Քրիստոսի շուրջ միաբանություն։ Ասում է, դա յուղի պես է, որ Ահարոնի մուրուքից, էդի գլխից, մուրուք, շորեր, ու վсё։ Իսկ որ շորից կաթա գետին, հոտով կգտնեն մեզ, կգտնեն։ Հոտով կգտնեն մեզ, եթե յուղը կաթած, եթե այնքան շատ եղավ, որ շորերից սկսեց կաթալ յուղի, հետքերով կգան մեզի կգտնեն ժողովուրդ։ Տերը օրհնի ձեզ։ Կրակը կբացահայտի, մենակ կրակը չի բացահայտում։ 5 Մարկուսերի դեպքում կրակի բացահայտումը, կրակի բացակայությունը բացահայտեց իրանց վիճակը, կրակ չունեին, հանգում էր կրակը։ Իրանք չփրկվեցին, իրանք չմտան։ Հիսուս եկավ, 5-ին տարավ, իրան չտարավ։ Արդեն մեկը, ինչ հարգելի, կարաք հարգելի պատճառ ասեք, որ Հիսուսը գատանի, մենք ապշտակության մեջ չլինենք։ Ինչքան հարգելի պատճառ կա։ Լսի, եթե պատճառները երկնային են, որտեղ որ ես, Տերը քեզ դից էլ կվերցնի։ Նույնիսկ ասում է, եւ այն օրը երկուսը անկողնու վրա 80 թվին, 70 թվին, սա սենց էր հասկացվում, որ մեկը անհավատ է, մյուսը հավատացյալ է։ Բայց այսօր մենք հասկանում ենք, երկուսներ հաղորդությունից եկան, քուր հաղորդությունից եկան, չեն էլ հասել տելևիզոր միացնեն։ Հաղորդությունից եկել, պարկել ու քնել են, մարդու կնի։ Երկուսն էլ անդամ, գիշեր ապշտակությունը։ Հաղորդությունից եկել։ Տերը մեկին գալի վերցնում է, մյուսը մնում է։ Ինչքան ուզում ես գորա, ում ես մեղադրելու։ Դու չասվեցիր։ Ահա։ Էդի ով ա ում ասե։ Մի հատ տեղ է ասենց։ Հիսուսը չի ասե էդի։ Էդի Պողոսն ասե։ Բանտապետին, գործ տասվեց գլուխ, Պողոս առաքյալը, բանտապետին, ասելա չսպանես քեզ։ Մենք սաղստեղ ենք, ինչ անեմ, որ փրկվեմ, ասեց։ Հարցա տվե, քուր, այսօր կա տենց մեկը հարցտա տիրոջը, ասի Տեր, ինչ անեմ, որ փրկվեմ։ Կփրկվի ինքը, ու եթե տիրոջը կպավ, բռնեց տիրոջը, որտից գիտես, որ սաղ տունն էլ չի փրկվի։ Էդի արդեն փրկվողի հավատքից է կախված։ Որին հավատքով, որին վախով ձեռք կբերի, որին թախանձանքով տիրոջ ոտերը կընկնի, պանյած ստուպնեսի ասում է։ Օրինակ այսօր Տեր ինձ ասում է հավատա, կփրկվես դու ու քո տունը։ Ես էլ իմ մեջ աշխարհասիրություն կա, չեմ կարող թողեմ։ Ես տիրոջ խոսքը կատարեցի։ Նելի ջան, տիրոջ խոսքը չկատարեցի։ Հավատա Հիսուսին, կփրկվես դու ու քո տունը։ Ես էլ գերություն ունեմ։ Գումար բազեմ։ Կամ ինչ-որ մի հատ իմ կյանքում արատ կա, որից չեմ կարող պոկվեմ։ Ուրեմն ես չփրկվեցի։ Ոնց ես կարծում։ Տիրոջ խոսքը չկատարեցի ես։ Աշխարհասիրություն կա մեջս։ Կամ արծաթասիրություն կա։ Եղբայրն ասում են, եղբայր ջան, արծաթասիր ես։ Չի ասում եմ արծաթասիր, просто փող եմ սիրում, փողնից ասեմ։ Բայց արծաթասիր չեմ։ Ես տիրոջ պայմանը կատարեցի։ Ուրեմն երբ որ տիրոջ պայմանը ինքը հարց է տվե։ Մի հատ գիրքը բացի կարդա էդի, Անդրեյ ջան, գործ 16 գլուխ։ Մաներա։
Նելի քույրիկի հարցին 16-29-ից կարդում ես, նայ ոնց է դեպ 16-29-ից կարդում ես Անիկա ճրակ մը ուզեց ու ներս վազեց և բանդի մեջ Պողոսին ու շիղային արջև ինկավ և զանոք դուրս բերելով ասավ տերեր, ինչ պետք է անեմ, որ տերեր ասեց, առաքյալներին տերեր ասում Անոնք ալսին, հավատադ Տեր Հիսուս Քրիստոսին ու պիտի փրկվիք դուն և քու տունդ Տերորն Ինչ անեմ, որ փրկվեմ, մարդը փրկության կարիք ուներ Կփրկվես դու և քո տունը Այդ նույն բարերը մեկը սենց կա Ես և իմ տունս ով ասետի ապրես Ես և իմ տունը կծառայենք Տիրոջը Այդ դեպքում երբ ինքը ասելա իր տունն էլա, այդ որոշումը կայացրել Օ, էդի արդեն Էդի եթե ես կայացրել եմ Չէ, երբ որ ինքը ասում իսկ ես և իմ տունս Այսինքն Տերը քո տունը տվելա քո ձեռը Էդի ասո մարդ ասե Էդի ասո մարդ ասե, որը Եգիպտոսում մի կոճղակ չթողեց Հեսուն, որ եղավ Մովսեսի Ով էսօր իր տան վրա տենց վստահ կար ասի Էդի քո տունը պետք է Տերը տա քո ձեռը Լիցյան որ փրկվեց ընդեր չի ասում Ինչ Ինչ ասում Փրկվեցին եւ իր տունը Փրկվեցին մարդիկ եւ իրանց տունը Ռախաբն էլա փրկվե եւ իր տունը Լուսակում Նաեւ Կորնելոսը Լիքը օրինակներ կան, որոնք մարդկանց ցեղը, գերդաստանը, բայց կփրկվես դու եւ քո տունը մի տեղագրած Աստվածաշնչում։ Ոչ Վարակելոս 16-ի 13-ից որ կարդաց աղբերը։ Այսինքն մարդու հավատքը դա հենց երաշխիք չի, որ տոնը կփրկվի։ Իհարկե։ Այո, երաշխիք չի, որտեվ դրա ճիշտ հակառակ օրինակներ կա։ Ջոնաթան Էդվարդս լսել եք։ Ջոնաթան Էդվարդս քարոզիչ ա եղել, վկայություն կա, որ իր պաշտամունքներին ներկա եղել Ամերիկայի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։ Ջոնաթան Էդվարդսի քարոզը ժամանակին ցնցել Ամերիկան։ Գրեշնիկի ռուկա գնևը ոչևը, մինչև այսօր հիշում են, 200 տարի անց այդ քարոզից։ Ջոնաթան Էդվարդսը ապրել է մի ընտանիքի մեջ, որտեղ այլասերություն ա եղել, հարազատներ իրար բռնաբարել։ Տատիկը սպանել է Եսիմում, պապիկը խեղդել է սրան։ Ահա որ ընտանիք ա եղել։ Ասում են կախարդություն էլ այնտեղ եղել, չէր կարա դիվական աշխարհի հետ հաղորդակցություն չունեն, ուսեն ծանր սարսափելի, գարշելի, լկտի, զզվելի սենց ընտանիք ա եղել։ Ջոնաթանը ավետարանը լսեց, Հիսուսին ընդունեց։ Մի 150 տարի Ջոնաթանի մայից հետո Ամերիկայում հանկարծակի որ ինստիտուտնա այս ոնց ա եղել գտել են մոտ 1500 մարդ Ջոնաթան Էդվարդսի ընտանիքից Իվո պատոմքի բաներ հետնորդները 1500 հոգի հրատես ինչ մի հատ մեծ ընտանիք ա դրանց մեջ մի հատ Ամերիկայի վիցեպրեզիդենտ մի քանատ գուբերնատոր, մի քանատ սենատոր, մի քանատ կոնգրեսմեն, 60 հատ բժիշկ, 100 հատ փաստաբան, տասնյակ դոկտորներ, գիտական աշխատողներ, и почти каждый социальный отдел общего преобразования США получил вклад в великую семью Ջոնաթան Էդվարդսը։ Այս բնակավար չկա Ամերիկայում, որը չասի մեր մեջ մեկը կա Ջոնաթան Էդվարդսի ընտանիքից։ Հələ տեսեք ասում ինչ եղավ։ Երբ որ Ջոնաթանը ընդունեց Հիսուսին, Աստված իր գենետիկան փոխեց։ Իր սա գերդաստանից ով որ ծնվել են բանտերում հանցագործություն, մարդասպան, անառակություն, թալան, սարսափելի ասում, սաղ երեխեքը բանը մահացան։ Այդ ընտանիքից մենակ ապրելա Ջոնաթանը։ Այդտենց պատոմսա տվեց Ջոնաթան Էդվարդսը։ Կստատի, բանը ինտերնետում կա այդ նյութը։ Կարա քաղեք։
Կան ասում են 2-3-ի դեմ, 3-2-ի դեմ ընտանիքի մեջ։ Ծանր, շատ ծանր վիճակ էր այդ ընտանիքում Գերդաստանում հորքուներով, մորքուներով, տատի, պապի, մահ էր տիրում ժողովուրդը։ Ջոնաթանը գտավ Հիսուսին։ Ջոնաթանի սերունդի մեջ մի հոգի հանցագործություն արած չկա։ Ոնց կարա տենց գենետիկան կրողը, ինչ որ մեկը մեկին իր թորի մեջ, մեկը մարդասպան չլինի, մեկը հայոյող չլինի, մեկը թալանչի չլինի, մեկը բան չլինի։ Ամերիկան ասում է, ի՞նչ եղավ այս Ջոնաթան այդ վրսի։ Ապաշխարությունը սենց գենետիկան փոխեց։ Բան չեն կարում ասել, իդեմ ավետարանին։ Ինքը ապաշխարեց, քուր ոչ մեկ իր Գերդաստանին չապաշխարեց։ Սատու Սունտարսի ինքը ապաշխարեց, շեյխերից, ռաջաներից ոչ մեկ չապաշխարեց։ Քերու հարստություններն էլ մերժեց ու գնաց Հիսուսի հետևից։ Տիբեթում ավետարան քարոզի ամբողջ աշխարհով մեկ։ Կարան չապաշխարեն։ Իսկ կարան ապաշխարեն։ Էդի որ ասելա դու եւ քո տունը կփրկվես, էսի մարգարեական իրան ասվել է։ Հիմա Ջոնաթան էս համարը վերցներ, ասեր Տեր, փրկի իմ ընտանիքը, Տեր իրան կասեր Ջոնաթան, դա քեզ չի վերաբերվում։ Բարես։ Քո ընտանիքից ոչ մեկ չի ապաշխարել։ Ժորտ էսի մարգարեական խոսք է։ Եվ տատիկա ննջելուց առաջ ասեց ես գիտեմ իմ մահից հետո իմ սաղ ընտանիքը չէ Գերդաստանը կոմունիստներ կային ասեց իրանք էլ ապաշխարելու են տատին ննջեց անցավ մի քանի տարի չգիտեմ քանի տարի անց է կամած ապաշխարությունը սկսեց կոմունիստների ժամանակ Բրեժնևի ժամանակ պարտ բիլետները հանձնեցին մտան եկեղեցի գիտեք ինչ է նշանակում կոմունիստների ժամանակ պարտ բիլետը հանձնես ոչ միտեղ քեզի գործի չեն բանան ընդունի բնութագիրը կեթասախ սովետական միությունով մեկ մարդիկ Հիսուսի համար բանալին հանձնեցին բայց հիմա հակառակն եմ տրամաբանում հիմնվելով այս համար այս իմ ասածների վրա իրանք չունենք սա հիմք վերցնեն ասենք Տեր դե իմ ընտանիքի դեպքում ես չգիտեմ ոնց կլինի Ես մինչև վերջ պետք է իմ ընտանիքի համար աղոթք անեմ։ Եթե Աստված ինձ հանկարծ ասեց աղոթք չանես, դա ուրիշ բան է։ Աստված մեկին ասել է աղոթք չանեք։ Գաս թե տենց մարդ որ ասի հարազատների համար աղոթք չանեք։ Ուրեմն պետք է անենք։ Իսկ Սուրբ գրքում ում ասի աղոթք չանես։ Մեկ հաջորդը օրինակներ։ Փաստորեն Երեմիայի դարաշրջանում փրկություն չկար։ Ժորդ ոչ մի անգամ, ոչ երկու անգամ, ոչ երեք անգամ Երեմիային ասում է այս ազգի համար աղոթք չանես։ Ես քեզ չեմ լսելու։ Իրանք չեն ապաշխարելու, իրանք դատապարտված են։ Ու որ Բաբելոնը մտավ Երուսաղեմը վերցրեց։ Բացի Երեմիան, էլ երկու հոգու անուն տվեք, որոնք փրկվեցին։ Բարուխը, ինչի փրկվեց Բարուխը։ Դավայ, բան արա, ինչ։ Երեմիայի գերագիրն է։ Էսի մեկ, ինչի փրկվեց Աբդիմելեքը։ Երեմիայի Ինչի համար։ Լավ կվասեր սարքել, լավ պոնչիկ էր սարքել, խորոված էր լավ։ Երեմիային, ով էր Աբդիմելեքը ազգությամբ։ Եթով փացին, եթով ինչ, նաև ներքինին։ Հա, բա ոնց, լեսի տարական հարցեր են եղբայրներ, լեսի հոգևոր բազմապատման աղյուսակն է։ Ոնց որ այն շտերին հարցնես 5 անգամ 5 մտածի, թեպետ հարցերին մտածել, այդով վերադառը։ Ամեն բան սորա չէ, խորենայի։ Աբդիմելեք եթով փացին, հայրյան չէ, եկավ ասեց թագավոր, բա Երեմիա մարգարեն փոսը գցել ճիշտ է։ Ես ինչ ենք անում, հին քրչոտրապ եք վերցրեց, գցեց Երեմիայի թևի տակի, չէ թևերից։ Տակի։ Ինչ։ Տակից գցեց Երեմիային հանեց։ Որտեղ իրան մարգարեություն գնաց։ Ասեց քոքիդ քեզի ավար ամանում։ Մի բաժակ սառը ջուր տալը չի մոռացվում, մարգարեին փոսի մեջից հանեց իր Աստված հոգիդ փրկեց։
Բավոր մարգարեին բերես տուն, պահես։ Երբ որ ուխտի տապանակը Ոզան զարկվեց, Դավիթ ուխտի տապանակում տուն տարավ։ Ավեդար, ճիշտ է, Ավեդարի տունը, Ավեդարով էր, ազգությամբ։ Ճիշտ է, չէ։ Մենք խորը գիտելիքներ ունենք։ Խորը գիտություն ունենք, համո։ Ճիշտ է, հրա չէր։ Բա ով էր, Արտուր ջան։ Չէ։ Չէ, մայով չէ։ Ճիշտ է, փղշտացի էր։ Այսինքն երբ որ հրյան զարկվում է տապանակում տուն եք տանում, փղշտացի, որ փղշտացուն զարկի։ Մի հատ փղշտացի քիչ կլինի, ընտանիքը նայեց մի քանի փղշտացի քիչ կլինի։ Բա հոթազահերայի տուն չես տանի։ Էն էլ ինչ եղավ լուզ, օրհնվեց, բա ինչի օրհնվեց։ Աստվածա վախեր էդ գեթացին։ Տիրոջը սիրողեր էդ գեթացին, գիտեր, որ տապանակին չի կարելի կպնել, տապանակի մեջ չի կարելի նայել, Դավիթի խաբարար, արին ասին արի, ես Ավեդարի տունը օրհնվել է, շուշուտ ես օրհնությունը տանեք մեր տուն, ինչքան կարա փղշտացին օրհնվի։ Տարան որ զարկվի, այն էլ թարսի պես օրհնվեց էսի։ Ուրյանել էր, չէ՞, գետացի։ Ուրյանել էր գետացի։ Գետացի չէ, քետացի էր։ Գետացի։ Էսի գեֆից էր։ Գեֆը փղշտացի 5 քաղաքներից։ Գեվ, Գազա, Ասկալոն, Ակարոն, Ազոտ։ 5000 քաղաքներ է Գեֆի։ Բանի փղշտացու երկրի։ Մեծ Գողիաթը, որ քաղաքից էր, փղշտացի էր։ Գեֆից էր, Գեթա հայր է։ Գետ։ Ռուսերեն գև, լավ է, գև, թ չես խառնում էլի։ Գեֆից էր, Ավեդարը էլի գև քաղաքից էր։ Տարանտուն ասին ոչինչ, թողտո մի հատ փղշտացի էր զարկվել, մինչև մենք տենանք, ինչ ենք անում, էլ փղշտացին չզարկվեց, օրհնվեց։ Եկան շուտ տապանակը տարան, որ իրանք էլ օրհնվեն, ընդհանրապես մի քանի ամիս թողին։ Եթե դե մի 20 տարի մնաց Ավեդարի տունը։ Ռուսերեն քուր։ Տունը հայերեն, արդեն բառանով, եթե ֆրանսերեն, հետաքրքրի անգլերեն, իտալերեն, իսպաներեն կնայես։ Զանգես կասեմ թե։ Հա, Ավեդարի տնից վերցրեց Ախիոր Ոզան, Դավիթը շատ տխրեց, որ Ոզան պահեց ցուլիկների վրա, նախ սխալ էր տեղափոխում տապանակը, փղշտացիներ են տենց տապանակը դրել բանի վրա եզերի ու սենց, բայց Դավիթ ջան, տապանակը բերել համար Ժորժան ինչքան զինվոր հավաքեց 30,000 Դավիթ ջան 30,000 փղշտացիներ դեպ ինչ խաբար 30,000 զորքես հավաքի քո 4 հոգին փղշտացի ջրհորի ջուր են բերում քո գալավարեզները 30,000 մեջը քան այդ քահանա կար ինչքան ղևտացի կային օրենքը կարդացել է գիտեք տապանակը ոնց պետք է տեղափոխվի ով պետք է տապ մեխանիկորեն դրել են եզերի վրա բերում են դե անտեղի թե տեղի բայց քուր շենքը ես եմ սարքել ցեմենտ բետոնը ես եմ գողացել 22-նոց արմատուրի տեղը 6-նոց եմ դրել երկրաշարժը եղավ դու մեռար շենքը ես եմ սարքել բայց դու մեռար այս մեր կյանքում հետևանքա պատճառային բանը ոչ մեկ նիկտո не отменял չի բան չեղավ պատճառն ու հետևանքը սխալ արին սխալի համար դժեցին մենք էլ այսօր կարանք սխալներ թույլ տանք սխալների պատճառով դժեն մեր երեխեքը մեր հարազատները բարեկամները ասեն եթե էսի հավատացյալ ուրեմն ես Պողոս Արաքյալն եմ լսել եմ Մենք որ դերորդին ձեզ փեսան ուշացրեց ու 5 հիմար գույսերը բացահայտվեցին
Եթե չէ, սաղ 10-ն փրկվում էին։ Փեսան կարող ուշացնի, ու ես կարամ չձգեմ։ Երորդին ձեզ։